ով իմ անձ, միայն Աստծուն վստահիր, որովհետև նրանից է իմ հույսը։ Աստված է իմ վեմը, իմ փրկությունը, իմ ապավենը, ես պիտի չվախնամ։ Աստծո մոտ է իմ փառքը, իմ զորության վեմը և իմ ապավենը Աստծուց է։ Սաղմոս գրքից կարդացի 62:5-7 խոսքը։ Դուրս եմ եկել, ցույց եմ տալիս եղանակը, սիրելիներս, -17-18 աստիճան է, ցուրտ է և առատ այս 2 օրը ձյուն է եկել, տեսնում եք ինչքան գեղեցիկ է, ձյունը կարծես սպիտակ սավան լինի, սիրում եմ այսպիսի գեղեցիկ տեսարան, գնանք ներս։ Դուրս էի եկել, դուրս, սիրելիներս, ձեզ եղանակին ծանոթացնելու և ասելու, տեսեք սիրելիներս, ինչքան ձյուն է եկել մեզ մոտ, շատ գեղեցիկ է ձյունը, որ այսպես փռված, սպիտակ սավանով երևում է, շատ եմ սիրում այդ տեսարանը, գեղեցիկ է շատ։ Հիմա իմ գեղեցիկ հարմարավետ խոհանոցում դնում եմ մի բաժակ կոֆե ինձ համար, սիրելիներս, կարոտել էի իմ գեղեցիկ հարմարավետ խոհանոցին։ Կոֆեն արդեն եփվեց, անջատեմ գազօջախը, լցնեմ կոֆեն բաժակը, գնանք միասին վայելենք կոֆեն։ Բարի լույս, իմ շատ սիրելի, թանկագին, բարի սեր բաժանորդներին, ընկերներին և աշխարհով մեկ սփռված հայրին ասում եմ, թող ձեր օրը լինի օրհնված և խաղաղ, իմ անուշիկներ ջան, սիրելիներս, ես արդեն դրեցի ինձ համար մեկ բաժակ կոֆե, դուք էլ ձերը դրեք, բավականին ժամանակ ձեզ հետ զրույց չեմ արել, չեմ կիսվել, նստենք միասին վայելենք մեր կոֆեն և ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, թե ինչու համար հոլովակներ չէի տեղադրում։ Առաջին հերթին ուզում եմ բոլորիցդ իմ շնորհակալական խոսքը հայտնել անհատապես ձեզանից, անհատական։ Սիրելի բաժանորդներ ջան, իմ լավ թանկագին հետևորդներ ջան, շատ զգացված եմ ձեր ջերմ, բարի գրառումների համար, որ դուք նկատեցիք ինչու էջումս չեմ տեղադրել հոլովակ, ինչ է պատճառը, հարցնում եք բոլորդ էլ, թե տիկին Մարինե, գիտենք, որ բուժվում եք, գիտենք, որ խնդիրներ ունես, բայց շատ ուզում ենք իմանալ, թե ինչու հոլովակներ չեք տեղադրում։ Բոլորիդ, ամեն մեկիդ իմ շնորհակալական խոսքն եմ ասում, համբուրում եմ բոլորիդ։ Ես ուզում եմ այսօր անդրադառնալ մի գրառման վրա, որը շատ հուզեց, բոլորդ էլ հարցնում եք, բոլորդ էլ չեմ կարող անունները բոլորիդ հիշել, եթե մեկին չտամ, մեկին ասեմ, սիրուն չի ստացվի, ուզում եմ ասել, որ դուք բոլորդ էլ անհանգիստ եք ինձ համար, ես հիմա լավ եմ սիրելիներս, և հիմա կկարդամ, նշել եմ ինձ մոտ մի գրառում, որը շատ հուզեց ինձ։ Գրառումը գրել է սիրելի հետևորդներ ջան, Հերմինեն։ Մարինե քույրեր, չեմ կարող չգրել, ցանկանում եմ տեղեկանալ, ձեր մոտ ամեն ինչ նորմալ է, որովհետև հոլովակ չեք տեղադրում, անհանգիստ եմ, գիտեմ, որ բուժվում եք, բայց դարձյալ անհանգիստ եմ, կներեք, ուզում եմ տեղեկանալ, թե ինչպես է ձեր առողջությունը։ Հարգարժան Հերմինե ջան, անսահման շնորհակալ եմ ձեր հարցումի համար, ձեր հետաքրքրության համար, սիրելիներս, բոլորիդ բարությունը իմ նկատմամբ սահման չունի, կրկին անգամ
խորին շնորհակալությունս, ես ինձ հարգված եմ զգում, սիրված եմ զգում ձեր բոլորի կողմից, անչափ շնորհակալ եմ, Աստված առատորեն օրհնի ձեզ։ Իսկ հիմա ուզում եմ ասել, սիրելիներս, իմ բարեկամներ, իմ հարազատներ, գիտեք, որ ես մեկ անգամ տեղեկացրեցի, որ առողջական խնդիրներ ունեցա, ճնշումս էր բարձրացել, շաքարս էր շատ բարձրացել և շատ վատ վիճակի մեջ էի, նոր տարվա նախօրյակից սկսած, բայց սիրելի հետևորդներ ջան, որպեսզի նոր տարի է, ուրախություն, բոլորի տներ ուրախություն, ոնց որ ասած, ես ինձ ուզում էի այնպես պահել, ցույց չտալ, որ ես վատ եմ, բայց գիտեք ինչ, ցույց տալով, պահելով չի, հիվանդությունը իրեն ասում է, և նոր տարին դիմավորելուց հետո խստիվ իմ ինքնազգացողությունս վատացավ, իմ լավ բարեկամներ, մի խոսքով բուժվում եմ, հիմա լավ եմ արդեն, ապաքինվել եմ բավականին, նստած ձեզ հետ զրուցում եմ, համբույրներս եմ ուղարկում ձեզ, գրկում եմ ձեզ, գիտեք, ես այնքան երջանիկ եմ, որ ունեմ ձեզ պես բարի, դրական, մեծատառով բաժանորդներ, սիրելիներս, սիրելի հետևորդներ ջան, բուժումս անցկացրել եմ աղջկաս տանը, հիմա կասեմ, թե ինչու, որովհետև այստեղ մեզ մոտի ամբուլատորիան մինչև ամսու 12-ը չէր աշխատում, իսկ ինձ հարկավոր էր երակային անել սիստեմա, քույրը չեկավ, որովհետև նոր տարի է, հանգստանում են, իրենց տոներն են վայելում, այնտեղ կար բուժքույր, ասեմ, որ ծանոթ էինք, բուժքույրը իմ հետևորդուհին է, Լալա Հարությունյանը, բայց ես չգիտեի, որ Լալա Հարությունյանը ապրում է աղջկաս կողքի շենքում 4-րդ հարկում, ամեն օր ժամը 3-ից մինչև 5-ը սիստեմա է ընդունում, իմ լավ բարեկամներ, հետո ընթացքում ինքը Լալան ասեց ինձ, որ գիտեք Մարին տոտա, ես ձեր հետևորդուհին եմ, հետևում եմ ձեզ, բաժանորդագրվել եմ, ես շատ ուրախացա սիրելիս, շատ բարի, բարեհամբույր, շատ, գիտեք ինչ, մարդու հոգեբանության մեջ մտնող աղջիկ էր, այսինքն 40 անց կին է, համայրահասակակից իմ աղջկան, շատ լավ սիրելիներս, կաթիլային արեց, շատ համով հոտով զրույց ունեցանք, շատ ուրախ եմ, գիտես, որ ծանոթանում եմ այնպիսի մարդկանց հետ, ովքեր շատ բարեհամբույր են, ովքեր շատ սեր են իրենց շուրջ բոլորը տարածում, Լալան հաստատ կդիտի իմ հոլովակը, Լալա ջան, ցանկանում եմ քեզ ամենալավն ու բարին, Աստված օրհնի քո գեղեցիկ, համեստ, բարի ընտանիքը, դու շատ բարի անձնավորություն ես, մարդամոտ, գիտեք, բարի ասելով ինչ եմ ուզում ձեզ ասել, բարի, բարեհամբույր, ժպտեր ես, միշտ ուրախ, չվախենաս տիկին Մարինե, ես չէի վախենում այդքան դժվարություններ անցնելուց, այս մի ասեղի ծակոցից իհարկե ես չեմ վախեցել, բայց այնպիսի երակ մտավ սիրելիներս, անկեղծորեն եմ ձեզ ասում, անգամ են մի փոքր, որ ասում են մեղուն կծելու նման է ցավում, դա էլ չզգացի, Լալա ջան, նորից եմ ասում, Աստված ձեր ընտանիքը պահի, պահպանի, իմ լավ աղջիկ, գոհ ու շնորհակալ եմ քեզանից, քեզ էլ եմ գրկում և համբույրում, ջանս, սիրելի հետևորդներ ջան, շատ լավ օր ունեցամ, շրջապատված բարույթ մարդկանցով, այնտեղի հայության շնորհակալ եմ, Ռիմա քրոջս տեսության եկավ,
Անուշ քրոջս, որը դարձյալ իմ բաժանորդուհին է, հավկիտներ էր ինձ ուղարկել թարմը, տիկին Մարինեն թող եփեք ուտի առողջանար։ Շնորհակալ եմ Անուշ ջան, ձեր գործերին էլ Աստված հաջողություն տա։ Եղեք միշտ առողջ, երջանիկ, ուրախ, ձեր փոքրիկ, գեղեցիկ, համեստ ընտանիքով։ Գրկում եմ քեզ եւ համբուրում եմ։ Բոլորիցդ գոհ ու շնորհակալ եմ։ Իմ բաժանորդներից նաև շնորհակալ եմ Գայանե քրոջս համար, Գայանե ջան, անչափ շնորհակալ եմ իր տեսության համար։ Շնորհակալ եմ Լիանայից, դու գիտեք, արդեն ձեզ ասել եմ ծանոթ է, իմ աղջկա տալն է, իմ ընտանիքի, որդուս հարսանիքի քավոր կինն է, որի համար շատ շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ այսպիսի գեղեցիկ շրջապատված մարդիկ։ Ասել եմ այս ականջողները Լիանայից նվերն է նոր տարվա կապակցությամբ։ Ես էլ նվեր ունեմ Լիանայից կողմից, նվերն էլ հետո ցույց կտամ ձեզ, սիրելիներս։ Նվերը չէ հարցը, ուշադրությունն է, որ միշտ ես ուշադրության կենտրոնում եմ, որ հարգում են, սիրում են։ Լիանա ջան, գրկում համբուրում եմ։ Այս փոքրիկ թորնիկիդ էլ Աստված պահի, պահպանիմ եւ ձեզ թող ուրախություն պարգևի ձեր կյանքի ամեն օրում։ Շնորհակալ եմ անչափ, անսահման։ Չէի կարող շնորհակալության խոսքս չասել ձեզ բոլորիդ, սիրելիներս, իմ բաժանորդներ, իմ բարեկամներ եւ հարազատներ։ Շնորհակալ եմ նաեւ իմ Դիանա աղջկանից, Արսենից, Արսեն ջան, Դիանա ջան, ձեր փոքրիկով դուք ուրախանաք, երջանկանաք, Աստծո օրհնությունները վարելեք, իմ աղջիկ։ Ես ձեզ կսպասեմ մեր տանը հանդիպման ժամանակ, սիրելիներս։ Ես եթե հնարավոր լինի ցույց կտամ իմ գեղեցկուհի, իմ բարի, շատ սիրելի, ասեմ որ բժշկուհի է, աշխատում է հիվանդանոցում, Մոսկվա քաղաքում, ամենալավ հիվանդանոցներից մեկում։ Շնորհակալ եմ ձեր անսահման սիրո համար, հոգատարության համար։ Դուք շատ բարի եք, Աստված առատորեն օրհնի ձեզ եւ ձեր ընտանիքը։ Ձեր ներկայությունը ինձ համար պարգև է, սիրելիներս։ Դուք սեր եք, ինձ համար լուսավոր բարի մարդիկ եք։ Շրջապատված եմ ձեզանով, ձեր բարությամբ, ձեր սիրով, ձեր ներկայությամբ, ձեր ջերմությամբ։ Բա ոնց չասեմ, Աստված օրհնելով օրհներ ինձ շրջապատող բոլոր մարդկանց, ովքեր բարի են, ովքեր իրենցից սեր են դուրս բերում։ Սիրո մեջ մնաք, Աստծո խաղաղության մեջ մնաք, Աստծո խոսքի մեջ մնաք, իմ լավ բարեկամներ։ Սիրելիներս, անկեղծ սիրով սիրում եմ ձեզ, որ իմ կողքին եք, ինձ ուժ եք տալիս։ Սիրում եւ հարգում եք ինձ, ինչպիսին որ ես կամ։ Սիրեք, սիրվեք եւ փոխանցեք ձեր սերը ձեր դիմացինին, կողքինին, հարազատին եւ բարեկամին։ Առողջ եղեք, իմ լավ բարեկամներ։ Ապրեք եւ ապրեցրեք կյանքը ձեր հարազատների։ Սիրելիներս, այսքան ցանկացա ձեզ հետ կիսվել, ասել, խոսել, իսկ հիմա ես շատ լավ եմ զգում ինձ, բավականին իջել է շաքարս 30-ից 28-ից իջել է, լինում է 5.5, 7, ճիշտ է մի քիչ տատանվում է, բայց մինչև 10 է բարձրանում։ Փառք Աստծո, այդ դժվար պահերից Աստված ինձ դուրս բերեց։ Առանց Աստված, նորից եմ կրկնում, միշտ կրկնելու եմ, կյանք չկա։ Առանց Աստված կյանքը ունայն է եւ դատարկ։ Փառք Տիրոջը, բոլորիդ օրհնի Տերը։ Այսքանը, սիրելի հետևորդներ ջան, սիրում եմ ձեզ, որովհետև դուք լավն եք, դուք բարին եք, դուք բարի կամեցող եք։
Բարությունը թող աշխարհը տիրի, չարը թող հեռանա մեզանից, մենք չարերի հետ գործ չունենք։ Կրկին Աստված ինձ անդունդից վեր բարձրացրեց։ Սիրելի հետևորդներ ջան, այս գեղեցիկ վազն եմ նվերը ստացել, տեսնում եք շատ գեղեցիկ է, շատ, ամեն ինչ էլ կարող ենք լցնել, օգտագործել, հյուրերին հյուրասիրել, սա իմ Լիանան է ինձ նվիրել ականջողների հետ միասին, այս սինիները վերցրել է Viber-ից հարսս, նորից շատ գեղեցիկ է, մեծը, միջինը և փոքրը։ Ես հավանում եմ, ձեր կարծիքը կգրեք մեկնաբանության բաժնում, հավանում եք թե ոչ, սա էլ այսպիսի դասկաներ են, 3 հատ իր ամանով, սա էլ հարմար է, գիտեք, որ դասկաները շուտ փչանում են, սիրելիներս, պետք է շուշուտ փոխել, մենք ունենք, ցույց եմ տալիս, օգտագործում ենք, տեսնում եք, բայց շուտ փչանում են, պետք է փոխել, սա էլ է շատ գեղեցիկ, այստեղ լավ բարեկամներ, Viber-ից վերցրել եմ մեր աթոռների համար, ծածկոցներ, գիտեք, բազմոցի և դիվանի համար վերցրել էր, իսկ հիմա վերցրել է նաև աթոռների համար, արդեն երկուսը ես այսօր ծածկել եմ, հիմա ցույց եմ տալիս ձեզ, հիմա տեսնում եք, ինչքան գեղեցիկ է, և չի շուտ կեղտոտվի աթոռները և գեղեցիկ մաքուր, ակուրատնի կոկիկ կլինեն, հիմա ցույց կտամ, շատ հարմարավետ գեղեցիկ ծածկոց է աթոռի համար, հետևից էլ թելով ամրանում է, կեղտոտվելու դեպքում կարող ենք անել լվանալ, նորից ամրացնել աթոռին, շատ լավն է, ինձ համար էլ նաև հարսս Viber-ից պատվիրել է, այսպիսի փափուկ, հանգիստ, տաք, տունը հագնելու հողաթափեր, շատ գեղեցիկ և հանգիստ է, սիրելիներս կոֆեն խմեցինք, ասեցինք, խոսեցինք, նվերը ցույց տվեցի, գնումների հետ, հիմա գազօջախի մոտ եմ, տապակը տաքացել է, ավելացնում եմ տապակին բուսայուղ, պետք է պատրաստեմ մակարոնով փլավ, բուսայուղը լցրել եմ, հիմա գոգնոցս էլ կապել եմ, թող տաքանա բուսայուղը, կավելացնեմ մակարոն, մի հատ խառնեմ, ավելացնեմ մակարոնը, սովորական մակարոն է, հետևեք ընթացքին, կտեսնեք ինչպես եմ պատրաստում հասարակ փլավը, ես սկզբից բուսայուղով եմ բովում, հիմա այնքան կբովեմ, մինչև դառնա կարմիր, տապակը լավ տաքացել է, անընդհատ պետք է խառնեմ, որ հավասարաչափ բովնվի մակարոնները, մի փոքր էլ բովեմ, արդեն պատրաստ կլինի, մակարոնը լավ բովնվել է, կրակի վրայից վերցնեմ և դատարկեմ ափսեի մեջ, ուզում եմ մի փոքր էլ բովել լապշայանման մակարոն, արդեն մակարոնը տապակի մեջից դատարկեցի ափսեի մեջ, տապակը դրել եմ գազօջախին, մեջը լցրել եմ մի քիչ բուսայուղ, հիմա ավելացնում եմ լապշան, կխառնեմ և մի փոքր էլ լապշան կկարմրի, կխառնեմ մակարոնին և կեփեմ երկուսը իրար հետ, լապշան էլ բովեցի, վերջացրեցի, մակարոնը խառնեմ լապշային, իրար խառնեմ երկուս իրար հետ, հետո կավելացնեմ արդեն նախօրոք եռացրած ջուրը, նոր կդնեմ կրակին, կամանց եմ ավելացնում,
Ես չեմ քամելու, շատ ջուր չեմ ավելացնում, այնքան որ հազիվ իրեն ծածկի։ Հիմա մի հատ էլ խառնեմ, դնեմ կրակին, նոր կխառնեմ։ Կխառնեմ, բերանը կծածկեմ, մի փոքր կեփի, նոր աղ կավելացնեմ։ Հիմա պետք է ավելացնեմ մեր փլավին աղ։ Բավական է, կխառնեմ, բերանը կծածկեմ, թող եփվի, ջուրը մինչև քաշվի։ Բավականին արդեն ջուրը քաշվել է։ Փլավը պատրաստեցի, վերջացրեցի, հիմա տապակի մեջ լցրել եմ բուսայուղ, սոխ եմ ավելացնում բուսայուղին, նախօրոք սոխը մաքրել, մանրացրել եմ։ Սոխը կբովեմ այնքան, մինչև դառնա ոսկեգույն։ Սոխը արդեն կարմրել է, դարձել է ոսկեգույն, սիրելիներս։ Պետք է տապակի միջից հանեմ, որպեսզի տապակի մեջ ավելացնեմ բուսայուղ և տապակեմ նաև միս։ Ասեմ, որ նոր տարվանից մի քիչ մնացել էր խաշլամայի միսը, դրել ենք սառցախցիկը, հանել եմ, մանր կտրատել եմ, պետք է տապակեմ։ Հիմա սոխը հանեմ, նոր տապակի մեջ մի փոքր էլ բուսայուղ ավելացնեմ, շատ չնչին։ Այսքան բուսայուղը բավական է, որովհետև սոխն էլ եմ տապակել բուսայուղով։ Հիմա բուսայուղին կավելացնեմ կտրտած միսը ու կսկսեմ բովել։ Միսներ մարմանդ կրակի վրա լավ արդեն բովնվում է, կարմրում է։ Հիմա պետք է ավելացնեմ չորացրած ռեհան և ցիտրոն։ Թարմը սամիտ և մաղադանոց և սոխը տապակած։ Հիմա միսը, սոխը, կանաչիները, բոլոր բաղադրիչները խառնեմ իրար, բերանը ծածկեմ, մի 5 րոպե էլ այդպես թող բովնվի, նոր կավելացնեմ արդեն մնացած բաղադրիչները։ Մի լավ խառնեմ, միսը, սոխը, թարմը, կանաչիները բոլորը իրար հետ, կավելացնեմ նաև կարմիր, քաղցր աղացած պղպեղ, կավելացնեմ նաև տնական տոմատի մածուկ։ Կավելացնեմ մի փոքր չնչին ջուր, որ տոմատը և կարմիր պղպեղը տարածվեն հավասարաչափ։ Արդեն շատ անուշ բուրմունք է գալիս, բերանը ծածկեմ, մինչև 5 րոպեից պատրաստ կլինի։ 2 ուտեստն էլ պատրաստեցի, վերջացրեցի։ Այստեղ փլավը, տեսնում եք, ընտիր ստացվեց, բուսայուղի մեջ բովելուց
հետո որ եռման ջրով եփում եք, հատիկները չեն կպչուն մակարոնի իրար։ Այստեղ էլ սոխը առանձին տապակեցի, հետո առանձին միսը բովեցի, ավելացրեցի թարմը կանաչի, չոր կանաչի, կարմիրաղացած պղպեղ տոմատի մածուկ, ընտիր համեղ համու հոտով, ուտես ստացվեց։ Սիրելիներս, պատրաստեք, դուք էլ վայելեք այս հասարակ ուտեստները։ Այսօր էլ այսքանը, սիրելիներս, շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հոլովակը, ցանկանում եմ ձեզ եղեք առողջ և օրհնված։ Ցտեսություն, մինչ նոր հոլովակ։ Ձեզ հետ էր տիկին Մարինեն։